Ընտրի կամ մամատ, կամ ես։ Այսօր քննարկում ենք այդ թեման հարս ու սկեսուր հարաբերություններում, կոնֆլիկտում, մեղավորը հարսն է, սկեսուրն է, թե տղան է։ Նայ, լուրջ մոտենանք հարցին ու ասենք սենց, իրականում եթե ոնց որ հարս ու կիսուր պրոբլեմ ունեն, by default ոնց որ իրանք են մեղավոր։ Բայց ցանկացած հարց, որպեսզի չհասնի նրան, որ պրոբլեմը առաջանա, հաստատ տղեն կարա լուծում տա։ Հարս ու կիսուրը պրոբլեմ են ունենում հիմնականում ինչ որ կենցաղային հիմար հարցերի շուրջ, որը դառնում է տենց հորոմ։ Так что տղեն է լուծող այդ հարցը, որտեվ որ կարա կենցաղը բաժանի։ Դե որովհետև հին ադատական խոսք ասում են երկու կնիկ մի կուխնյայում արդեն շատ աջողում ես ոնց որ անիմաստ է։ Մի բան էլ կա, այդ մենակ կենցաղի մասը դու ասեցիր, շատ հաճախ լինում է պրոբլեմը նաև հենց այդ տղու պատճառով, որովհետև լինում է պահ, երբ որ սկեսուրը իր տեղը սկսում է խառնվել նեղ անձնական հարաբերություններին եւ հարցնել իր փոխարեն արդեն, գիտեք, sense տարական պահեր կա, որ դու պետք է ունենաս ամեն դեպքում հարգանք եւ չափի զգացողություն, ինչ որ բաներ։ Դե նայ, Սոն, դու հիմա արդեն գիտես ինչի մասին ես խոսում ես մի քիչ անշնորհք մարդկանց հետ, մարդին, որտեվ կիսուրի պարագայում, այսինքն մամայի պարագայում ու ցանկացած տեսակի ծնողի պարագայում պապանա, տատնա, պապնա, вообще ոչ մեկի գործը չի, թե նորաստեղծ կամ հնաստեղծ ընտանիքի ներսում ինչա կատարվում։ Հարսես չբերա, երեխա չեն ունենում բան, տենց ենթադրում եմ տենց բաների մասին ես խոսում, թե տղայի, թե աղջկա կողմից արդեն հակառակ կողմի ծնողների հանդեպ պետքա լինի տարական կուլտուրա դիմացինի հետ շփվելու ու դիմացինի հետ առնչվելու տարբեր հարցերում։ Անշնորհքության դեպքում տղեն մեղավոր չի, որտեղ դիմացինը անշնորհք է։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե հարս ու սկեսուր հարաբերություններում խնդիրը առաջանում է նաև այն պատճառով, որ տղամարդը իր դերում չի ի սկզբանե։ Տղամարդ չի։ Ի սկզբանե եթե տղամարդը լինում է իր ճիշտ դերում եւ իր կնոջ եւ իր մամայի համար, այդ խնդրեմը չի առաջանում, բայց այդ դիրքավորումը գալիս է տղամարդու։ Եթե կա այդ հարգանքը, հետեւաբար տղեն էլ խնդրեմ չունի, հարսն էլ խնդրեմ չունի, կիսուրն էլ խնդրեմ չունի։ Բայց ռեգուլիրովկա անողը ով է։ Ոսոդկի մամայի հետ խնդրեմ ունես, հա, ոնց որ թե։ Ամեն դեպքում Այո, տղեն է։ տղեն է, ամեն դեպքում տղեն է։ Այսօր իրան հետ համաձայն ենք, տեսա՞ր։